Այսօր վերջին բաժինն է, պիտի փորձեմ գրծածից չափ արագ անցնել, թերևս կարգ չգարտամ, բայց դեղերը միան պիտի սեմ պիտի անցնեմ, անշուշտ Քրիստոսի հարսի մասին խոսենք, որ ասենք թե եկեղեցին է եւ խոսեցանք անցյալ չորեքշաբթի, թե ինչպես Քրիստոսի հարսը պետք է պատրաստ լա Փեսային համար։ Եվ սուրբ հետաքրքրական է շատ պատկերներ մեզի կան, օրինակներ կան սուրբ գիրքի մեջ, որ անոնք սերդելով գրնանք մենք շատ ավելի հստակ հասկանալ այս գաղափարները կամ միտքերը, որ կան Աստուծո խոսքի մեջը։ Առաջին հարսանիքը, որ կտեսնենք սուրբ գիրքի մեջը, Ծննդոց 24-ի մեջ կգարտանք անոր մասին, ինչպես Իսահակը Ռեբեկայի ամուսնացավ եւ առաջին սիրո պատմությունն է Սուրբ Գրքի մեջը եւ հետաքրքրական պատկերը մեզի կներկայացնե ա, թե ինչ կնշանակե հարսը Փեսային ա, ամ, հետ ամուսնանալը եւ Սուրբ Գրքին պատկերներով ինչ կնանք դասեր առնել այս ա, Քրիստոսի հարսին նկատմամբ։ Երբ որ կսկսենք կարդալ, կտեսնենք, որ Աբրահամը Իսահակի հայրը գուզե որ իր զավակին համար Իսահակին հարս մը գտնեն, գին մը գտնեն, եւ Ծննդոց 24:1-3 կգարտանք անոր մեջը, եւ գղրգե իր Եղիազար ծարան, որբեսի երթա հերու երգիրմը իր գոմեն եւ ա, հոն դերեն իր զավգին համար գին մը գտնե եւ հետը բերե իր զավգին համար։ Ծննդոց 24, 46 եւ 10 համարները այսօր մասին կխոսին։ 15-ին 16 համարներու մեջ 24-րդ գլխուն կտեսնենք, որ հարսը կգտնվի Եր Ռեբեկան 15-ին 16 համարները գարտանք Սեդագավին իր խոսքը չլմցուցած, ահա Աբրահամին եղբորը Նաքովրին գնոջ Մեղկայի որդին Փաթուելի ծնած Ռեբեկան եկավ իր ուսին վրա սափոր ունենալով աղջիկը խիստ գեղեցիկ տեսքով գույս մներ։ Եվ ասիգա գծուցնե Քրիստոսի եկեղեցին գտնվիլը ա, հարսը գտնվի, որ գսե գույսեր։ Գույսը անշուշտ մաքրության նշան է, ինչպես անցյալ անգամ ասինք, սրբության նշան է, եւ հոնդերը 50-րդ համարի մեջը կգարտանք, որ Եղիազարը գահանեն նվերներ գուտա հարսնցուին 53 ա ծարան գսե արձատեղեն զարդեր ու ոսկեղեն զարդեր եւ հանդերձներ հանեց ու Ռեբեկային տվավ եւ անոր եղբորը ու մորը բադվագան ընձաներ դվավ եւ ասիգա սովորություն մներ որ հարսանի Փեսային գոմը պետք է դար հարսին եւ իր ընտանիքին եւ կտեսնենք այս մեկը կգադարվի իբ որպես նշան նշանդուքի ծևոմը համար քիմը գվճարվեր եթե հայրենով բիդիսենք օժիտ բիդիսենք ծևոմը կամ թե ջեյզ բարը կարծեմ թրքերենն է ջեյզ բարը եւ ասիգա գդրվեր եւ քիմը գվճարվեր որ հարսը ստանար Փեսան հարսը ստանար եւ 58-րդ համարի մեջ կգարտանք որ ինչպես Ռեբեկան գսե եւ գանչեցին Ռեբեկան ուսին անոր այս մարդուն հետ գերտաս անիգա գերտամ ասավ շատ հետաքրքրական է այս դողերը որ կգարտամ որովհետեւ Քրիստոսի հետ հարաբերությունը ընդրություն մնե որ մեկը գնե եւ գամովին փամնե որ մեկը պիտի որոշե Քրիստոսի հարսը լալ եւ ասիգա հոս Ռեբեկան գսե ինքը որոշեց որբեսի երթա հիմա հետաքրքրական մասը այն է որ այս պատմության մեջը Իսահակը մեջտեղ չի գա Եղիազար եկած է Աբրահամի ծարան եւ Իսահակի համար գփարոխոս է եւ Ռեբեկան առանց փեսացուն տեսնելու գորոշ է եւ
կմոտենա Եղիազարի հետ գերտա որբեսի Իսահակի հարսը։ Եվ այսօր մեջը այս կապարն ալգուկա որ շատեր այսօր գսեն աբաշխարեմն ինչ պիտի լա որովհետև չենք գիտեր հոգևոր կյանք ինչպիսի կյանք մը պիտի լա Քրիստոսի հարսը լալը ինչպիսի բաներ ինչ բաներ կբան չէ իրեն Recording in պետք է որ մեկը այս մեկը ընե հավատքով եւ երթա Քրիստոսի հանձնվի Քրիստոսի հարսը լալու եւ անգևերջը փեսային փեսային օրհնությունները գվայել է իր կյանքի մեջը եւ 61-ին 66 համարներու մեջ կգարտանք որ ինչպես Ռեբեկան երթա Իսահակինքով Ռեբեկա ու իր աղջիկները ելան ու ուղդերու հեծան եւ այն մարդուն յետևեն կացին ծարան արավ Ռեբեկան ու քնած եւ Իսահակը Լաուրայի չրհորեն դարձած գուքար վասնզի անիգա հարավային երգիրը կփնագեր եւ Իսահակ իրիկվան թեմ թաշտ ելերեր մտածելու համար երբ իր աչքերը վերցուց տեսավ որ ահա ուղդեր գուքային նույն ադեն Ռեբեկան իր աչքերը վերցուց ու երբ Իսահակը տեսավ ուղդեն վարիչավ եւ ըսավ ծարային թաշտի մեջ թեպի մեզ եկող այդ մարդը ով է ծարան ըսավ իմ դերս է ինք քողը արավ ու ծածկվեցավ եւ ծարան իր բոլոր ըրած բաները պատմեց Իսահակին Իսահակ զանիգա իր մորը Սարային վրանը դարավ ու արավ Ռեբեկան որ իր գին եղավ ու ինք սիրեց զանիգա եւ ու Իսահակ մխիթարվեցավ իր մորը վրայով կսե Իսահակը թաշտ քնած Եվ թաշտը աշխարհը կներկայացնե, ինչպես Մատթեոս 13:38-ին մեջը այդ արագը Հիսուս կբացատրե իր աշակերտներուն, այսինքն Հիսուսի աշխարհքալը կցուցնե, որ աշխարհ իջա, որբեսի իր հարսը առնե։ Եվ գսե իրիգվան թեմ ասիգա գգաբի Մատթեոս 25:6-ին հետ որ 10 գույսերուն արակներ գսե երբ որ եկավ Փեսան գսե իրիգվան ադեներ մութ ադեններ եւ հետաքրքրական ինչպես այս բոլորը իրարու գգաբին եւ Սուրբ Գիրքի մեջի օրինակները մեզի շատ կարեւոր թասեր գսորվեցնեն Եվ 67-րդ համարի մեջ առաջին անգամն է, որ Սուրբ Գիրքի մեջ սեր բառը կգործածվի, սիրեց կսե Աբրահամը։ Եվ ասիգա շատ քեղեցիկ է, որովհետև ուրիշ քաղաքներ ալ կան այստեղ բահվդած այս պատմության մեջը, ծարան, որ քնած հարսը բերելու, համոզելու, որ կա Իսահակի Ռեբեկան Իսահակի փեսանը լա կներկայացնե Սուրբ Հոգին, որ Հայր Աստված ղրգեց իր որդուն համար, իր որդուն աշխարհ ղրգեց, որբեսի Սուրբ Հոգին համոզե մարդկանց, որ իր որդին դառնան, Հովանու 14:16 Հովանու 14:16 կսե ես ալ հորը պիտի աղաչեմ, որ ուրիշ մխիթարիչ մը պիտի դա ցեզի, որբեսի հավիդյան ցեզի հետ փնագի։ Ուրեմն հայրն է որ Սուրբ Հոգին գղրգե եւ հայրն է որ Սուրբ Հոգին է որ մարդոց գամոզե որբեսի աբաշխարեն մեղքերնին մեղքերու թողություն ստանան եւ ասիգա ընելով հարսը գտարնան Քրիստոսի, որովհետև անցյալ անգամ նսինք, որ պետք է մեկը վերստին ծնունդ ունենա, որբեսի Քրիստոսի հարսը դառնա։ Եվ 16-13-ին 14-ի մեջ կգարտանք Սուրբ Հոգին կորձը, որ ճիշտ նույնն է, ասիկա պատմությունը, որ գարտացինք Իսահակի նույն բանը կկատարվի 16-13-ին 14 կսե իսկ երբ ինքը
ինքը ճշմարտության հոգին կա, ամեն ճշմարտության պիտի առաջնորդեցես, վասնզի ոչ թե ինքն իր մե պիտի խոսի, հաբա ինչ որ լսե զայն պիտի խոսի ու քալիքները ցեզի պիտի պատմե։ Անիգա զիս պիտի փարավորե, վասնզի իմինես պիտի առնե ու ցեզի պատմե։ Որը մասին խոսի այս համարները Սուրբ ոգի մասին խոսի եւ այս գսե Սուրբ ոգին պիտի ցեզի հայտնե հայրը եւ որդին Հիսուսը եւ այսօր կտեսնենք որ Սուրբ ոգին է որ այդ համոզելու կորձը գնե Սուրբ ոգին է որ մարդոց Աստուծո խոսքի միջոցով գարաչնորթե Աստուծո եւ թուրը կփանա որբեսի մարդիկ Քրիստոսի արյունով մաքրվին սրբվին եւ Աստուծո գարենան մոդենալ եւ անգևերջը կտեսնենք, որ Սուրբ Օքին, ինչպես Եղիազարը իր հորը կանցերը դվավ, իր դիրոջը կանցերը դվավ Ռեբեկային, նույնպես ալ Սուրբ Օքին է, որ մեզի այդ կանցերը գուտա, Աստուծո կանցերը գուտա, որ մենք վայելենք, երբ որ գտնունենք Աստուծո զավակ ըլլալ։ Եկ առաջին Կորինթացիս 2:9-10 կսե, հաբա ինչպես գրված է այն բաները, որոնք աճ չդեսեր ու ագան չլսեր ու որոնք մարդու սրտի մեջ չեն ընկեր, Աստված զինք սիրողներուն պատրաստեց։ Բայց Աստված մեզի հայտնեց իր հոգիովը, վասնզի հոգին ամեն բան կքննե Աստուծո խորունկ բաներնալ։ Ուրեմն Սուրբ ոգին է, որ մեզի Աստուծո խոսքին կանցերը գհայտնե Աստուծո մասին մեզի պատրաստված բաները գսե որ ագան չլսած եւ մարդու սրդի մեջ չեն ինգեր գսե այսինքն միտքեն նույնիսկ չանցնիր մարդուն որ այդ բաները գրնան ունենալ եւ անշուշտ նույնպես Սուրբ ոգին է որ մեզի ջամփան գծուցնե ինչպես 61-րդ համարի մեջ ծննդոցին 24-ին տեսնենք որ Եղիազարը Ռեբեկան գարնե եւ թեբի Իսահակին գբերե Իսահակին գարաչնորթե Հովանու 16 13 իսկ ինքը ճշմարտության ոգին գուքագսե ամեն ճշմարտության մեջ պիտի առաջնորդեցես ճշմարտությունը ինքը Աստված է եւ մեզի ճշմարտության մեջ պիտի առաջնորդե որբեսի մեր ճամփու մեջ օգնե որ հասնենք Աստուծո ներկայության մեջ հավդենաբես իրեն հետ ալլալու Ուրեմն ասիկա առաջին հարսնիքն է որ Սուրբ Գիրքի մեջ գրված եւ կտեսնենք որ ինչ քեղեցիկ բատկերմը կներկայացնե մեզի Քրիստոսի Սուրբ ոգին եւ Հայր Աստուծո ռազները որբեսի մարդ Քրիստոսի հարսը դառնա Միշտ երբ որ Աստված լավ բան մգնե գիտենք որ սատանան ալ ադոր գեղձը պիտի ունե եւ ճիշտ ինչպես Քրիստոսի հարսը գա նաեւ գա սատանային հարսը եւ սատանան որ միշտ գեղձող է խապեփայ է սդախոս է այս հարսը ինքնալ կպատրաստե որբեսի երբ որ անտիքրիստոսը մեջտեղ կա այս հարսը անտիքրիստոսին հարսը դառնա ինչպես եկեղեցին Քրիստոսի հարսն է սատանան ալ այս գեղձ հարսը կպատրաստե որ հայտնություն 17-ի մեջ է եւ Փափելոն անունի դակ կգարտանք անոր մասին որ Փափելոնը ընդհանուր աշխարհային համակարգ է որ անոր մեջ կբարունագե թե տնտեսական թե գրոնական եւ թե քաղաքական վիճակը որ բոլորը պիտի ծառայեն վերջավորության անտիքրիստոսի այդ մեծ նեղության ժամանակ Ուրեմն ինչ էր այս
հարսին անունը 17-րդ գլուխ սկսենք նայենք թե ամ, ներողություն, հարսին փնությունը ինչ էր, որ գարնանք հստակացնել մեզի թե ով է այս հարսը։ Առաջին համարի մեջ կսե, 7 սկավառակներ ունեցող 7 հրաշքները մեկը եկավ ու ինձի խոսեցավ սելով եկուր ու քեզի ծծունեմ այն մեծ բորնիգին Թադաստանը, որ շատ ճուրերու վրա գնստի։ Ուրեմն այս հարսին անունը բորնիգ է։ Գիշեք անցյալ անգամինսի Աստված որում բորնիգ անունը տվավ Իսրայելի ժողովրդին, որովհետև Աստված իրեն գուզեր, որ Իսրայելի ժողովուրդը գանչեց, որբեսի իրենք գինը լավ, բայց իրենք տարբեր չասվածներու կացին, չասվածներու յետևեն կացին եւ Աստված իրենց բորնի գանբանեց, որովհետև իրենք Աստուծո պետք է պատկանեին, բայց ուրիշ աստվածներու հետ ա, հաղորդակցեցան, հարաբերեցան եւ այդիկա իրենց բորնիկ դարձուց։ Եվ հիմա հոստեղ որ բորնիկ բարը գործածեն օրեն նույն քահապարը գուտա որ ասոնք գեղձ փամ ունին, սխալ փամ ունին իրենց մեջ։ Գին է, բայց գին է դուրս փամն է։ Հարսն է, բայց հարս չէ։ Եվ 5-րդ համարի մեջ իրենց անունը ավելի հստակացնե, գսե անոր ջագդին վրա անուն մկրված էր խորհուրդ մեծ փապելոն բորնիկներու ու երկրի բղծություններուն մայրը բորնիկներու եւ բղծություններու մայրը ասել է թե այս եկեղեցին գերծ եկեղեցին այս հարսը որ գա բղծություններու մասին որ գսե իր մեջը ունի հեթանոսական սկզբունքներ հեթանոսական միտքեր եւ պաշտամունք անորամար գսե մեծ փապելոն բորնիկներու եւ երկրի բղծություններու մայրը որ գսե փամը որ մեգում մամար փանի մամար որ մայր գսվի ասել է թե ադիգա գլուխն է անգե հարաճկուքան եւ անշուշտ քիչ վերջը պիտի բացադրեմ մեկ ինձ մետող չներվի պիտի սեմ ով է ասիգա ծուր գիրքը մեզի շատ կհստակացնե եւ այսօր շատ հստակ է այս պատկերը ավելի երթալ են կհստականա եւ այս ա, մայրը որ գսե զավակներ ունենալու է եւ Պորնիկներու մայրն է գսե, բղծություններու մայրը, այսինքն իր մե ելած են այս բոլորը։ Եվ այսօր շատ մը սեմի մագվնե գաթողիկե եկեղեցին որ գա անգեփ բաժնված շատ մը խումբեր կան եւ բոլորն ալ կշարնագեն նույն բղծություններու մեջ հագարակ որ քրիստոնյա անունին դակ գշարնա ասոնք գործեն բայց շատ հստակ է որ ոչ մեկ սուրբքրային սկզբունքներու վրա հիմնված փամը գասոր մեջ որովհետև կտեսնենք ինչ բաներ գեդա բնթե այսօր եւ անշուշտ as ecumenical շարժումը ասորետ կապված է որ ամեն եկեղեցիներ որ կան որ այս հոբանավորության դակ բերեն եւ ասիգա հոսքս է մեծ փապելոն, խորհուրդ մեծ փապելոնն է գսե։ Խորհուրդ երբ որ գսե Սուրբ Գիրքի մեջը, այսինքն mystery, հանելուկի պես փամն է, բայց որքան կգարտանք այնքան ավելի կստականա։ Հիմա որ մենք գաբրինք անոր մեջ, շատ ավելի մեզի ստակ է թե ինչի մասին գխոսի, երբ գսե խորհուրդ մեծ փապելոն եւ մայրը գսե բղծություններու եւ բորնգությանը Առաջին համարի մեջ գսե թե ճուրերու վրա գնստի։ Ինձ խոսեցավ Եգուր ու քեզ ցուցնեմ այն մեծ բորնիգին Թադաստանը, որ շատ ճուրերու վրա գնստի։ Ճուրերը
հայտնություն 17-ի մեջը մեզի կբացատրե ինչ է ժողովուրդներու մասին գխոսի, ճուրերը կներկայացնեն ժողովուրդներ, բազմություններ, դարբեր լեզուներով եւ ասիգա կցուցնե այն եկեղեցին, որ համաշխարհային եկեղեցի է, ընդհանրական եկեղեցի է եւ շատ մը դերերու մեջ կան։ Եվ երբ որ մենք եկեղեցի նյութը սերդեցինք, եթե գիշեք, ասինք թե Սուրբ Գիրքի մեջ միան դեղական եկեղեցիներ կա։ Ընդհանրական եկեղեցի խաղապարը վերջը մեջտեղ եկավ, երբ որ գաթողիկե եկեղեցին հարաճ եկավ եւ ուզեցին ամենը իրենց իշխանության աստեցության դակ պահել եւ անգևերջ բաժանումներ եղավ, բայց հիմա կտեսնենք, որ ինչպես մայրը գսե, ուրիշտեղ թուստրը գսե, գարձեմ 10-րդ գլխում մեջն է, թուստրերը գսե, սուտ մարգարեին համար եւ ասկե մեկ փոփ առաջ բաբերեն մեկը ասավ որ լավ որ ասավ գաթողիկե եկեղեցին թուստրերը յետ կան միանան գտեսնեք ինչա որ բարեր գործածեն չեմ գիտեն գիտնալով գնեն չգիտնալով գնեն բայց ուզեց այս խոսքերով ասավ ինչ որ հայտնության մեջ գրված է որ յետ կան միանան գաթողիկե եկեղեցին բայց ասած իսպես չմոռնաք որ Սուրբ Գիրքի մեջ միան դեղական եկեղեցիներ կան ընդհանրական եկեղեցի խաղապարը գոյություն չունի։ Քրիստոսի մարմինը կգազմվի դեղական եկեղեցիներով եւ ոչ ընդհանրական։ Եվ ամեն անգամ որ ընդհանրական եկեղեցի խաղապար մեջտեղ կա, գազմագերբչական գթարնա եկեղեցին օրենքներու գթարնա, զիսականության գթարնա, սովորություններ գթարնա եւ կտեսնենք որ եկեղեցին իր ա, ա, իր առաքելությունը կգործենցնե։ Անգևերջ երկրորդ համարի մեջ հոսքսե, որուն հետ երկրին թակավորները բորնգացան ու երկրին բնակիչները անոր բորնգության քինիովը քինովցան։ Հետաքրքրական է ասի, ակյոգ ինչի մասին գխոսի, այս գեղձ եկեղեցին ամուսնացավ երկրի թակավորներուն հետ ասիկա գխոսի այն քաղաքարը մեզի գուտա թե քաղաքականությունը մտավ եկեղեցին հետ քաղաքականությունը եւ եկեղեցին միացավ որ շատ հստակ է այսօրերս ինչպես եկեղեցին կփորձե քաղաքականության մեջ մտնել Կաթողիկ եկեղեցին միշտ քաղաքական նյութերով կսպարի այսօրերս եւ ասիկա ճիշտ լրացնե այս մարգարեությունը հոս որ գդարված է գրված է հայտնություն 17-ին մեջ անգևերջ երրորդ համարի մեջ գսե եւ զիս արավ անաբադ դարավ հոգիով ուրդեսա գիմը որ գարմիր քազանի մը վրա նստեր էր այն քազանը լեցուն էր հայոյության անուններով եւ 7 գլուխ ուներ եւ 10 եղջյուր ուներ հայոյություններով գսե հայությունները սածը այսինքն եթե ասիգա եկեղեցի կամ թե հարս լալու էր հայություններ որ գսե հայությունը Սուրբ Գիրքի մեջ կգաբվի հեթանոսական հեթանոսական բաներու հետ Եվ չորրորդ համարի մեջը քույները կներկայացնի թե ինչ քույն հակած էր գինը գսե ձիրանի ու գարմիր հակած էր ձիրանի եւ գարմիր քույները գաբ ունին ամ, գաբ ունին ամ, այսինքն մեծաշուկ լալու հետ անոնք որոնք բարձր պաշտոններ ունին այդ քույները կհակվին 5 դարանի մեջ պատմությունները որ կգարտանք ձիրանի երբ որ մեկը հակվեր ասել է թե ադիգա շատ անվանի մեկն էր ճանցված եւ հարկված մեկը պետք է ըլլար հիմա ուրիշ բան կա ասոր մեջը որ կաթողիկե եկեղեցին այսօր եթե Վատիկան երթակ պիտի տեսնեք թե կարդինալները կան եւ arczepiskopոսները կան
Եվ աս երկուքը դարբեր քույներ գակվին։ Եվ ինչ կխորիկ քույները նեն, ձիրանի եւ կարմիր հակած կսե։ Այդ քույները գործածեն աս երկու տասերը, գրոնական տասերը եւ այդ տարազները գակվին։ Հիմա մի սեկոր ներսեսը գիշինե գոր այս բաները շատ բարձ է, շատ հստակ է, շատ որքան սերդեք այնքան ավելի կստականա եւ անգե վերջը գսե չորրորդ համարին երկրորդ մասը գսե զարդարված էր ոսկիով ու բադվական քարերով եւ մարգարիտներով եւ իր ցերքը ոսկե քավաթ ուներ բղծություններով ու իր բորնգությանը անմակրությունով ներով լեցուն երբ որ գսե ոսկիով եւ քարերով բադվական քարերով մարգարիտներով զարդարված էր ասի գծուցն է հարստություն եւ այսօր շատ հստակ կերպով գնամ ասել որ աշխարհի ամենամեծ real estate owner-ը կաթողիկե եկեղեցին է աշխարհի ամեն կողմ եւ իրենք ուղագի հարստության մեջ կդաբլդգին եւ ասիգայալ նշանները մեկն է կամ բացատրությունները որ կան այստեղը շատ կստագացնեն թե որում մասին գխոսի եւ գսե վեցերորդ համարի մեջը դեսա անգինը որ սուրբերուն արյունովը ու Հիսուսին վգաներուն արյունովը կինովցած էր այս գխոսի այս համարը գխոսի այն հալածանքներուն մասին, որ կաթողիկե եկեղեցին դարավ առաջին տարերու մեջ քրիստոնյաներուն թեմ, անոնք որ իսկական Քրիստոսի հետևիլ գուզեին, անոնց հալածեցին եւ իրենք գսե արյուն իրենց կավաթի մեջ արյուն գար գսե եւ իներորդ համարի մեջը գխոսի թե ուր է այնտեղը որ այս գերց եկեղեցին գետրոնն է կսե հոս պետք է իմաստություն ունեցող միտքը այն 7 գլուխը 7 լերներ են որոնց վրա գինը գնստի ու 7 թակավորներ են եւ ասիգալ շատ հստակ է Սուրբ Գիրքի մեջ որ այս 7 լերներ մասին խոսի Հռոմն է որ Հռոմը 7 լերներու վրա շինված քաղաք մնե եւ Վատիկանը Հռոմի մեջտեղն է։ Ահավասիկ ցեզի պատկերմը թե ինչ կբադայի այսօր սատանան ինչ կնե իր գեղձ հարսը պատրաստելու անտիքրիստոսի համար որ ճիշտ ընթորնագե աստուծո ծրագիրը որ աստված կպատրաստե եկեղեցին հարսը իր որդին Հիսուս Քրիստոսի համար եւ կտեսնենք թիմացը ինչպես սատանան իր կորձը կգադարի շատ ավելի պիտի չի գետրոնանամ ասոր վրա բայց գուզեի քապար ունենակ որովհետեւ կարեւոր է հիմա գուզեմ կարոտ շամբա մեջ ցեզի փորձել հարսին պատկերի մասին խոսիլ հարսանիքը ինչպես կներկայացնե այս ամուսնությունը որ պիտի դեղի ունենա հարսին եկեղեցին եւ Քրիստոսի փեսային միջև ինչպես Իսահակի պատմությունը գարտացինք հոս ուզեմ բարս հարսանիքան հին մանավանդ Հիսուսի ժամանակ կատարված հարսանիքներն օրինակ առնել եւ դեսնել ինչ թասեր գնանք սորվիլ եւ ինչ կբադահի այս Քրիստոսի եւ եկեղեցին հարսանիքին նկատմամբ առաջին կտեսնենք որ գինը գնդրե հարսը գնդրվի հարսանիքի մը չասած սովորություն էր գոնե Հիսուսի ժամանակ որ
Ընտանիքները նախ իրարու հետ կանտբեին եւ գնդրեին իրենց զավակներուն համար գողագիծը իրենց զավակներուն համար իրենք գողագիծ կնդրեն։ Հիմակվա սերունդին եթե ասենք այս օրինակները քիչ մը իրենց օդար պիտի թվի, որովհետև այսօր ամարտ ինք իրեն գնդրե եւ շատերը ոչ իրենց ծնողներուն գարցնեն, ոչ ալ կապար գարնեն եւ ծնողներում գործը այսօր էս վերջացած է եւ adur համար շատ ալ դիվորսներ կան, որտեղ զավակները գնեդվին ամեն բանի մեջ առանց մտածելու, առանց իմաստուն ը, խրատներ ստանալու իրենց ծնողներեն եւ ինչպես ծնողները գնդրեն գոհագիցը այս հին ժամանակի մեջ եւ ներկայացալ կան անցիկ տագային որ այդ օրենքներով գշարժին շիդակ կերպով հայր աստված գնդրե իր որդին համար գիմը հայր աստված է որ ը, գնդրե եւ ինչպես միջինարվելքի մեջ անոնք որոնք Բեյրութեն եկած են կոնես Բեյրութի մասին գնամ խոսիլ միշտ ներկայացնողներ գլայն իրարու այս ընտանիքները եւ adonk came որ ասենք ջամփան կփանային այդ խոսակցություններու եւ կտեսնենք Քրիստոսի եւ հարսին եկեղեցին միանալու մեջ այդ բարեկամը միջնորդը Հովանես Մկրտիչն էր, որ պատրաստեց ճամփան մկրտությունով եւ անոր վրա Հիսուս եկեղեցին ա, հիմնեց, եկեղեցին կանգնեց։ Վերջը կտեսնենք, որ պետք է քինը վճարվեր, օժիդի մասին որ խոսեցանք, օժիդը պետք է դրվեր եւ Քրիստոս ինքը Փորձկարակելոցի մեջ կսե 20-28-ի մեջ որ Քրիստոս ինքը քինը վճարեց իր հարսին եւ ինչ էր այդ քինը կարդանք արակմը ժամանակ ունինք 20 28 ուրեմն զգուշացեք ձեր անձերուն ու բոլոր հոդին համար որում վրա Սուրբ Հոգին ձեր դեսու ցես դեսուց դրավ Աստուծո եկեղեցին հովելու զոր իր արյունով ստացավ Հիսուս քինը որ վճարեց հարսը ստանալու համար իր արյունն էր եւ օժիդը Հիսուսի արյունն էր որ մեզի մեր մեղքերեն կփրկե եւ մադանին որ ունինք որ նշանն է որ նշանված ենք ինչպես ասի հիմա մենք նշանված ենք Հիսուսի հետ դակավին հարսանիքը կսպասե մեզի ինչ է նշանը մեր Հիսուսի հետ նշանված լալուն Եփեսացիս նայեցեք ինչ կսե շատ քեղեցիկ են համարները եւ պատկերը որ կներկայացի մեզի մեր նշանված լալուն Քրիստոսի հետ Եփեսացիս 1:13-ն 14 կսե որում վրա դուք ալհուսացիք երբ լսեցիք ճշմարտության խոսքը ձեր փրկության ավետարանը որուն հավատալով խոստացյալ Սուրբ Հոգին շնորհքովը գնքվեցաք որը մեր ժառանգորդ լալուն քրավականն է մինչև սեփականությունը դարձնենք իր парքին քովության համար ուրեմն նշանը ինչ է Սուրբ Հոգին ամ որ նշանված է Քրիստոսի հետ ունի Սուրբ Հոգին գնիքը որ մեզի Աստուծո զավակ կդարձնե որ մեզի հարսը կդարձնե Քրիստոսի հարսը կդառնա եւ անշուշտ նշանդուքին եւ ամուսնության միջև ժամանակամիջոցը որ գա պատրաստության ժամանակն է որ ամուսնության պատրաստվին եւ կգարտանք որ Փեսան ինչ կնե այն ժամանակ եւ հարսը ինչ կնե Մատթեոս 25-ի մեջ կգարտանք Փեսային պաշտոնը թե այս ժամանակին ինչ կնե Փեսան
գսե սակայն մ, ներողություն սխալամարտրած եմ ինչ որ է ա, փեսան դուն կբադրաստե իր հարգսը Հիսուսը ես կերտամ որ ցեզի դուն բադրաստեմ դեղ բադրաստեմ ուրեմն հիմա փեսան կացած է եւ դեղ կբադրաստե իր հարսին համար եւ հարս ինչ կնե այսօրվա օրերու մասին խոսենք հարս ինչ կնե հրավերները գղրգե ամեն գոմ չէ որբեսի հարսանիքի կան եւ եկեղեցին կորձին չէ այսօր հրավերներ ղրգել բոլորին հրավիրել որ հարսանիքին ներգա ըլլան Ամ, հարսանիքին իրենք ալքան այս կորձողության մեջ երեք կարևոր անձնավորություններ կան առաջին Սուրբ Հոգին է Սուրբ Հոգին Հովաննու 6:8-11-ի մեջ կգարտանք Սուրբ Հոգին կորձը Հովաննու 16 ներողություն Հովաննու 16 8-ն 11-ը եւ ինք երբ կա աշխարհը պիտի հանդիմանե մեղքի համար եւ արդարության համար ու թադաստանի համար մեղքի համար որ ինձ չեն ավադար եւ արդարության համար որ ես իմ հորս քով գերտամ եւ ալ զիս պիտի չդեսնեք եւ թադաստանի համար որ այս աշխարհին իշխանը թադաբարդված է Սուրբ ոգին կորցն է գսե Սուրբ ոգին այս կորձը կգադարե ինչ ինչ կբադրաստվի հարսը Փեսային միանալու եւ հարսը որ գա այս գործողության մեջը իր ճշտոնին չէ մեծ բադվիրանը որ Հիսուս տվավ երկինք չամբարձած որ կացեք բոլոր աշխարհը եւ ավետարանը կարոզեցեք եւ ասիգա հարսին կորզն է մինչեւ Փեսային քալը եւ միշտ մասը գինա բոլոր անոնց որ ցայնը գլսեն այս հարսին դված գոչը իրենց հրավերը գընթունին եւ դերոճ գտարնան որովհետեւ անոնք որոնք se խոսքը լսեն եւ ընդունին պիտի փրկվին Հռոմայցիս 10:17-ին մեջը անգևեր չգասնինք հարսանիքին փունինք հարսանիքին հին ժամանակի մեջ հարսանիքը դերի գունենար իրիգունը եւ հարսնեվորները գուքային հարսին դունը եւ հոն խնջույքը գսկսեր անգևերջը փեսան գուքար հարսին դունը եւ անդերեն գարներ իր հարսը եւ գդաներ իր դունը եւ ասիգա գգաբի դասգույսերուն օրինագին հետ որ գսե ես գիշերին ցայմը լսվեցա որ գսե փեսանգուկա եւ նույնպես ասոր հետ կապված ճշմարտությունը այն է որ առաջին Թեսաղոնիկեցիսի մեջ գսե ինչպես Հիսուս պիտի կա եւ չագնգալված ժամանակին գսե աչ կոցել փանալու մեջ իր եկեղեցին իր կովը պիտի անե իր հարսը իր կովը պիտի դանի եւ քիշերը որ գսե մուտ ժամանակ ընդհանրապես խավարի մասին խոսի եւ խավարը ժամանակ մնե որ ա, ա, շատ դժվարություններ կան նեղություններ կան մեղք կա եւ ճիշտ այսօր կներկայացնեմ այդ ժամանակը մենք կտեսնենք որ անոր մեջ գաբրինք արդեն եւ հարսը որ գդանի ուր գդանի փեսան իր դունը Մատթեոս 22-ի մեջ գգարտանք այդ արագի մասին, որ ասկե մի քանի շաբաթ առաջ ցեզի պատկամի մեջ խոսեցա նոր մասին, եւ անշուշտ այդ հարսանիքին անոնք որ հրավիրվեցան եւ եկան, պետք է որ հարսանիքի հակուսներ հակվեին։ Եվ Մատթեոս 22:12-ի մեջ կգարտանք, որ մեկը դες գտնվեցավ այնտեղը, որ հակուսները
ինք իր հակուսներով եկած էր։ Ինքն արդարացում կնշանակի ադիգա։ Գուզեր ինքսինքը արդարացնել։ Այդ հակուսները, որ դրված էին հարսանիքի համար, չուզեց անոնք հակվիլ, այլ ինք իր հակուստով ուզեց հարսանիքի կալ եւ ինչ պատահեցավ անոր դուրս ցկվեցավ գսե եւ հոն եղավ լալ ու ագրաներ գջրդել։ Հարսանիքեն վերջին չկուքա մեղրալուսինը Մեղրալուսինը աչուտ հարսանիքը երկինքի մեջ պիտելա ինչպես ասի հապշտագութեն են վերջ մեղրալուսինը պիտի բադահի 7 դարիներեն վերջը մեծ նեղություններեն վերջ երբ որ Հիսուս պիտի վերաթարնա իր սուրբերովը 1000 տարի այս երկրին վրա թակավորելու հայտնությունովանու 23-6 կգարտանք այս համարները Հիսուսի խոստումներ Մատթեոս 25-ի մեջ հայտնությունի մեջ որ բոլոր անոնք որ հավատարիմ գտնվին իրեն հավատարիմ մնան անոնք պիտի իրեն հետ շարանքեն այս երկիրը եւ պիտի իշխեն իրեն հետ եւ անշուշտ մեր մնայուն դունը հոս չէ ուր է մեր դունը Հիսուսին չսավ ես կերտամ եւ ցեզի համար տեղ կպատրաստեմ մեղրալուսին վերջանալեն վերջ մեր մնայուն դունը պիտի երթանք որ Երուսաղեմն է Երուսաղեմը դերմը որ աչ չդեսած ականչելեսած առաջին Կորինթացիս 2:9-ին մեջ կարտածինք սե այն բաները որոնք ոչ աչք է դեսեր եւ ոչ ականջ չելսեր ու որոնք մարդու սրդին մեջ ընկեր Աստված ինք սիրողներուն պատրաստեց Աստված մեզի համար կպատրաստե այնտեղը այն քեղեցիկ վայրը երկինքը որ օրմը մենք պիտի հոն երթանք եւ պիտի լա մեր մնայուն դունը եւ բացադրություն անշուշտ հայտնություն 21-ի մեջ կա օրեն ժամանակը անցած է չեմ ուզեր ժամանակ առնել համարները ցեզ դրած եմ WhatsApp-ին վրա եւ chat-ին մեջ կարդացեք վերջը բայց այս բոլորը արդեն մեզի երբ կդեսնենք Աստուծո օրած կորձը ուրախացնեն հույս կուտան կզորացնեն մեզի կքաչալերեն որբեսի այս ճամփորդությունը շարունակենք գիտնալով որ Սուրբ Օքին մեր հետն է Աստված մեզի ընդրեց որ իր որդվույն հարսը լանք եկեղեցին եւ Սուրբ Օքին դվա որ մեզի առաջնորդե մեր ճամփաներու մեջ եւ գիտենք որ մեր հասնելիք տեղը ուր է մեր փեսան մեզի համար դուն կպատրաստե երկնային Երուսաղեմը որ շատ չանցած անոնք որոնք հավատարիմ գտնվին եւ Հիսուս վերաթարնա բոլորը իր կողմ դառնե եւ հավիդյան Տերոջ ներգայության մեջ իր парքի մեջ պիտի վայելենք սինք հավիդյանը սավդենից парքը լա Տերոջը ուսամ այս բոլորը լսելով ուրախացակ ադենադեն ցեզի սխալ գոմնալ գսեմ գերց հարսի մասին պետք է խոսեի որովհետեւ պետք է գիտնանք անալ որ գա եւ սկուշլանք բայց իմ նպատակս ճշմարիտ հարսին մասին ցեզի լուրդալներ եւ քաչալերել որ մենք այդ հարսը լալով մեր հակուսները մաքուր պատրաստ սպասենք մեր Տերոջ Հիսուս Քրիստոսի հապշտակության դերը օրհնե բոլորիդ